Սարյան, հեղափոխության մասնակից մարդ եմ եւ գտնում եմ, որ կնամ մոլ երեխա ունեցող համար առաջի կներեք արտահայտությանս համար բարիկ անձնավորությունը իրավունք չունի այս սուրբ եկեղեցին ոտք դնելու։ Ես ուզում եմ այս դրվագը պատմեմ ու չեմ ուզենա կտրեք այս դրվագը, երբ որ ես Մոսկվայում էի, սամալյոտից երբ որ վեհափար կոչվածը եկավ ու պետքա հետ դառնար, քանի որ իրանց ինքնաթիռները չի ստուգվում, մեծ քանակությամբ, ես չեմ վախենա այսի բարձրաձայն ասելով, մեծ քանակությամբ նարկոտիկներ ինքը իր հետ բերել է Հայաստան եւ գրեթե այս ունեցվածքի կեսը ինչին որ ինքը հասել է հենց այդ իր բարիկության շնորհիվ, իսկ կնամոլ լինել, կնամեծար լինել, կարծում եմ այտենց քաղաքացի չկա Հայաստանի Հանրապետությունում եւ դուրս, որ չիմանա ինքը ինչ կերպար է ու մենակ ինքը չէ, այն որ իրան գնում են թաղումներ են անցկացնում գումարով, գումարի թիվ են քննարկում, նմանատիպ մարդիկ չեն կարա այս եկեղեցին գնզավթեն ու իրանց շնորհիվ էլ այսօր հազարավոր քաղաքացիներ մայրաթոր չի ուզում ոտք դնի, որ դրանց նման կերպարներին չտեսնի։ Ու ես հիմա կարծում եմ, որ հեղափոխությունը ոնց արեցինք միասնական, չհաշված այս մանր մուներ իրանց փողով եկած զիբիլներին, չհաշված իրանց, մենք այսօր իրական արդար ժողովուրդով պայքարելու ենք, հասնելու ենք նրան, որ այո, ինքը այս եկեղեցի այլևս կարգալույց եղած հալով ինքը ստեղ ոտք չդնի։ Այսինքն գործընթացի վերջնարդյունքում ակնկալում եք, որ պիտի հեռանա։ Միանշանակ, ես ասում եմ հեղափոխությանն էլ հույս չկար, որ Սերժը կհեռանա, բայց ինքը հելավ ասեց դուք ճիշտ եք, ես սխալվեցի։ Նույնը անելու է ինքը, եթե չանի, ժողովուրդը համախմբված իրան հեռացնելու է, ինքը ստեղ չի մտնելու։ Իր նման ստոր կերպարը այս եկեղեցին չի պղծելու, մենակ ոչ այս եկեղեցին, բոլոր եկեղեցականները։ Իդեպ մեր ընկերներից մեկի բնակարանը եկեղեցականներից մեկի կեղծ ստորագրությամբ էին ձեռքից վերցրել, մեր ընկերներից մեկը հիմա այդ գործով դատը շահեց եւ տունը հետ վերադարձրեց։ Բայց ամեն դեպքում ինչ տոպի չեք Ինձ թվում է իրան արդեն զվյոզդը կներեք արտահայտությանս համար տարել է, զվյոզդը տարած անձնավորություն է ինքը դրա համար հիմա չգիտեմ, այս թափթփուկներ մի քանի որ ունի ինքը փողով եկած, սպասում է երևի, որ չգիտեմ, իրան ինչ որտեղ առաջ կտանեն, բայց չի լինելու, որովհետև ժողովրդի մեծամասնությունը արդեն իրանցից այն կարգի կուշտ է, որ ոչ ուզում է անունները լսի, ոչ ուզում է տեսնի, ոչ մի բան իրանց հետ կապված չի ուզում։ Իրանք հեռանալու են օր առաջ։ Մենալու տարբերակ միանշանակ, եթե մի բանի շուրջ եթե հավաքվում է արդար ժողովուրդը, միանշանակ հասնելու է իր նպատակին եւ ցանկության, իսկ մեր նպատակը եւ ցանկությունն է, որ Դավաճան Գարեգին B կոչվածը Կտրիչ Ներսիսյանը օր առաջ այս եկեղեցին ազատի իր կեղտոտ արարքներից եւ քայլերից։